Համեցեք Տիկին Անդրեաս։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, կրթության զարգացման պետական ծրագրով սահմանված թիրախն է ընդլայնել նախադպրոցական կրթությունը եւ մասնավորապես նախատեսվում է ապահովել 3-ից 5 տարեկան երեխաների առնվազն 95%-ի ընդգրկվածությունը նախադպրոցական կրթության մեջ, ինչպես նաև դպրոց ընդունվող բոլոր երեխաների առնվազն 1-ամյա մասնակցությունը նախադպրոցական ծրագրերին։ Սա ուղղակի ինքնանպատակ չի, բազմաթիվ հետազոտություններով ապացուցված է, որ նախադպրոցական կրթության մեջ գոնե 1 տարի ընդգրկվածությունը ունենում է հետագայում վճռորոշ ազդեցություն երեխաների կրթական արդյունքի տեսանկյունից եւ իսկապես առանցքային է, որպեսզի նախադպրոցական կրթության ծածկույթը հնարավորինս ընդլայնվի։ Պետք է ասել, որ կառավարության քաղաքականության արդյունքում վերջին տարիներին նախադպրոցական կրթության մեջ երեխաների ընդգրկվածությունը էապես աճել է։ 21 թվականի համեմատ մենք 17%-ային կետով աճ ենք գրանցել 25-ի տարեվերջի դրությամբ եւ դա դեռևս 500 մանկապարտեզների ծրագիրը ամբողջությամբ չամփոփած իրավիճակում եւ վստահ եմ, որ այս տարեվերջին մենք ունենալու ենք նաեւ դրա համեմատ ել ավելի մեծ ընդգրկվածության ցուցանիշներ։ Բայց միևնույն ժամանակ պետք է նկատել, որ հատկապես քաղաքային բնակավայրերում շարունակում են առկա մնալ հերթեր, որոնց պատճառով բազմաթիվ երեխաներ մինչև դպրոց հաճախելը չեն ընդգրկվում նախադպրոցական ծառայություններում։ 25 թվականի տարեվերջի դրությամբ Երևան քաղաքում հերթագրված էին 12930 երեխաներ, որոնք նախադպրոցական կրթության մեջ ընդգրկման հնարավորություն չեն ունեցել հենց նման հերթերի պատճառով։ Եվ պետք է ասել, որ մեր կրթության ռազմավարությամբ մենք քաղաքային բնակավայրերում հատկապես նախատեսում ենք, որ ծառայությունների ընդլայնումը պետք է լինի համագործակցելով մասնավորի հետ եւ խթանելով մասնավոր նախադպրոցական ծառայությունները։ Պետք է նշեմ, որ այս իմաստով էլ նախընթաց շրջանում արված է մեծ աշխատանք, մասնավորապես ներդրվել են լիցենզավորման մեխանիզմներ մասնավոր նախադպրոցական ծառայությունների համար եւ 25 թվականի ավարտի դրությամբ մենք արդեն ունենք 249 մասնավոր նախադպրոցական հաստատություն, 24-ի նկատմամբ շուրջ 61%-ով աճել է լիցենզավորված մասնավոր նախադպրոցական հաստատությունների թիվը եւ այս պահին արդեն ավելի քան 10,000 երեխաներ ներառված են համակարգում որպես մասնավոր նախադպրոցական հաստատություններ հաճախող երեխաներ, բայց միևնույն ժամանակ սա քաղաքային բնակավայրերում նախադպրոցական հաստատություններում ընդգրկված երեխաների ընդամենը շուրջ 22%-ն է, ինչը նշանակում է, որ ներուժը շատ ավելին է եւ պետք է դա արդյունավետ իրացնել։ Եվ որպեսզի կարողանանք ավելի արդյունավետ աշխատել մասնավորի հետ, ներկայացրել ենք այսօրվա որոշման նախագիծը, որը նախատեսում է փորձարկել ֆինանսավորման նոր մոդել մասնավոր նախադպրոցական ծառայությունները խթանելու համար եւ ըստ էության ներդնել մեկ երեխայի ֆինանսավորման մեխանիզմ պետության եւ համայնքի ֆինանսավորմամբ։ Մանրամասների տեսանկյունից խոսքը վերաբերելու է այն խմբի երեխաներին, որոնք ավագ տարիքային խմբին են, 5-ից 6 տարեկանների, առնվազն 9 ամիս հերթագրված են եղել համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունում, սակայն առկա հերթերի կամ նույն տևողության ծառայության բացակայության պատճառով չեն ընդգրկվել այդ հաստատություն հաճախող երեխաների թվում եւ այս երեխաները կարող են դառնալ պետական եւ համայնքային ֆինանսավորման շահառու։ Ես արդեն նշեցի, որ սա ըստ էության պետության եւ համայնքի ֆինանսավորում է նշանակում եւ եթե համայնքը հոգում է միջև 50%, ապա մնացած 50%-ը հոգում է պետական բյուջեն ըստ ներկայացված մոդելի։ Միևնույն ժամանակ մենք չենք բացառում, որ այս պարագայում էլ կարող է ծնողական համավճարի անհրաժեշտություն առաջանալ եւ կառավարում ենք առավելագույն ծնողական համավճարի չափը, որպեսզի ֆինանսական առումով ծառայությունները լինեն մատչելի եւ նշում ենք, որ չի կարող ծնողական համավճարը գերազանցել պետական ֆինանսավորման 1 սանի հաշվով չափաքանակի 80%-ը, որը 1 տարվա համար շուրջ 430,000 դրամ է։ Ինչ վերաբերում է ծրագրի իրականացմանը, նախատեսում ենք այն ներդնել փուլային եղանակով 27 թվականի սեպտեմբերի 1-ից Երևան, Աբովյան եւ Վանաձոր քաղաքային բնակավայրերում, 28 թվականից արդեն ծրագիրը կկարողանան գործարկել բոլոր քաղաքային բնակավայրերում եւ ինչու ենք նաեւ այս պահին այս որոշումը ընդունում, որովհետեւ կարծում ենք, որ սա
նախատեսում է նաև ֆունդամենտալ փոփոխություններ ծառայությունների շուկայում վարքագծի իմաստով եւ կարծում ենք, որ մասնավոր նախադպրոցական հաստատությունները պետք է ունենան բավարար ժամանակ այս ծառայությունների փաթեթը գործարկելու եւ պետության ու համայնքի հետ աշխատելու։ Այս նույն նախագծով մենք նաև թվայնացման ուղղությամբ ենք անում աշխատանք, որովհետեւ նախատեսում ենք, որ ֆինանսավորումը իրականացվելու է թվային հարթակում մուտքագրված տվյալների հիման վրա, ինչը կապահովի ֆինանսավորման միասնական մոտեցում, տվյալների արժանահավատություն եւ կբարձրացնի կառավարման արդյունավետությունը։ Խնդրում եմ հաստատել։ Շատ լավ, շնորհակալ եմ Տիկին Անդրեասյան, հարգելի գործընկերներ, հատկապես քաղաքային բնակավայրերում մենք ունենք իրադրություն, այդ առումով մի կողմից լավ է այդ իրադրությունը, երբ որ չնայած որ մենք լայնածավալ մանկապարտեզաշինություն ենք իրականացնում, բայց հերթագրված երեխաների թիվը գնալով մեծանում է եւ ավելի է մեծանալու, սա կապված է մի քանի գործոնների հետ, այդ թվում նրա հետ, որ երիտասարդ ծնողները, երիտասարդ մայրիկները ավելի շատ են սկսում աշխատել կամ տնտեսական գործունեությամբ զբաղվել, ինչը մենք մեր քաղաքականություններով քաջալերում եւ խթանում ենք։ Հիմա նաեւ մյուս կողմից կան լավ զարգացումներ մասնավոր հատվածում, մենք տեսնում ենք, որ կրթության ոլորտում մասնավոր ներդրումներ են տեղի ունենում, որոնք իրենք բավականին լավ որակյալ ծառայություններ են մատուցում եւ մենք տեսնում ենք, որ զարգացման մեծ պոտենցիալ կա եւ ինչ որ առումով դա նաև լրացուցիչ խթան է պետական կրթական համակարգի համար մրցակցության որոշակի վիճակում լինել եւ նաև ծառայությունները պետական հաստատությունների կողմից մատուցվող ավելի բարձրորակ դարձնել եւ չլճանալու եւս մի գործոն ունենալ։ Հիմա մենք նայում ենք հետեւյալ կերպ, որ մասնավոր հատվածում վարձավճարները բավականին բարձր եւ ոչ մատչելի կարող են լինել։ Մեզ համար էլ տարբերություն չկա, երեխան երեխա է եւ մենք ասում ենք, որ մենք կարող ենք հետեւյալ մոտեցումը ցուցաբերել շատ լավ։ Համայնքային մանկապարտեզներում տեղ չկա, բայց մենք, այսինքն ֆիզիկական ենթակառուցվածքների խնդիր չկա, բայց մենք երեխաների նկատմամբ ունենք այդ նույն պարտավորությունը, որ նրանց էլ ֆինանսավորենք, որպեսզի պետությունը բավարար չափով հոգ տանի նաեւ նրանց համար։ Հիմա մոդելը հետեւյալն է, եթե կա մասնավոր մանկապարտեզում վարձավճար, կառավարությունը պատրաստ է մասնակցել այդ վարձավճարի վճարմանը, պայմանով որ համայնքն էլ է մասնակցում եւ գուցե թե նաեւ համայնքի եւ կառավարության մասնակցության պարագայում կլինեն դեպքեր, երբ որ վճարը կծածկվի, այսինքն լրացուցիչ վճարման կարիք չլինի, բայց կարող են լինել նաեւ ծնողներ, ովքեր այս պարագայում իրենց համար հասանելի կլինի ավելի լավ ծառայություն մանկապարտեզային ստանալը, բոլոր դեպքերում մենք մեր երեխաների խնդիր լուծում ենք, մնացածը արդեն այլ ոլորտի հարց է եւ մենք նաեւ սրանով շատ կարեւոր է արձանագրել, որ մենք խթանում ենք ներդրումները, մասնավոր ներդրումները կրթության ոլորտում, որը մեզ համար շատ կարեւոր եւ էական մի ուղղություն է եւ իհարկե մենք այլ ծրագրեր նույնպես մտածում ենք եւ մասնավորապես հանրակրթության ոլորտում էլ մտածում ենք, թե մենք ինչպես կարող ենք նաեւ մասնավոր հատվածի շահագրգռությունները եւ ներդրումային հետաքրքրությունները մեծացնել, որը ընդհանուր առմամբ իհարկե մեր կրթական ռազմավարությունների շրջանակում է եւ սա իհարկե պիլոտային ծրագիր է, բայց պիլոտային ծրագիր չի նշանակում, որ մենք հիմա սա սկսում ենք դադարեցնելու նկատառումով։ Մենք ուզում ենք հասկանալ ոնց կաշխատի մեխանիզմը եւ մեր նկատառումն է նա, որ ի հայտ բերենք թերությունները եւ ավելի լավը դարձնենք։ Այստեղ մի հատ ուրիշ խնդիր կա, որ մենք ժամանակին լուծեցինք այդ հարցը, որ մենք տեսանք, որ մասնավոր մանկապարտեզների լիցենզավորման հետ կապված պրակտիկ խնդիրներ կան եւ այդ պրակտիկ խնդիրները լուծեցինք, որովհետեւ ի սկզբանե մասնավոր մանկապարտեզները տենց ձևավորվել են մի քիչ ստվերային հատվածում, ոչ տենց լիցենզիոն պայմաններին համապատասխան, մենք այստեղ ճկունություն ցուցաբերեցինք, բայց երկարաժամկետում մենք պետք է գնանք այն տրամաբանությամբ, որ ոչ թե մանկապարտեզները մասնավոր դատարկ տարածքներ գտնեն եւ այդտեղ տեղավորվեն, այլ ավելի շատ խթան ձևավորվի, որ գնան ընդհակառակը ներդրում անեն պայմանական ասած զրոյից շենք կառուցեն եւ դա գործունեության այնպիսի տեսակ լինի, որ ներդրումային հետաքրքրություն
առաջ կբերի իհարկե պետության եւ համայնքի կառավարության եւ համայնքի հստակ բովանդակային վերահսկողության ներքո, որովհետեւ այստեղ կրթական ծրագիր է եւ մենք պետքա վստահ լինենք, որ մեր երեխաներին պատշաճ ծառայություններ են մատուցվում։ Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր ուղղություն է։ Ընդհանրապես այս կարգի մենք տարբեր ոլորտներում տարբեր գաղափարներ ունենք, մասնավորապես պետական ֆինանսավորումը կամ ֆինանսավորման տարբեր խողովակներ բացել եւ սա լավ մոտեցում է։ Մենք համընդհանուր հայտարարագրման համակարգում արդեն կրթության ոլորտում մասնավորապես այդ ուղերձը տվել էինք եւ ինչքան հասկացա դա արդեն էֆեկտներ ունեցել է, որովհետեւ տեսա, որ այդ թվում արտոնագրված, լիցենզավորված կամ ոնց էր կոչվում, երաշխավորված կրթական ծրագրերի թիվը էականորեն համընդհանուր հայտարարագրման համակարգի գործարկման պայմաններում լավացել է, որտեղ եթե հիշում եք, սոցիալական կրեդիտների համակարգում կրթությունը կարևոր ուղղություններից մեկն էր։ Հիմա առաջիկայում շատ կարևոր է, միջայլոց շատ կարևոր է, որ մենք այդ խնդիրը արագ լուծենք։ Մենք հրապարակային հայտարարություն արել ենք, որպեսզի համընդհանուր հայտարարագիր ներկայացնողը հնարավորություն ունենա որոշակի նվիրատվություն անել իր հայտարարագրի շրջանակներում կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների եւ մենք պետք է այնպես անենք 27 թվականի հունվարի 1-ից այդ համակարգը արդեն գործի։ Սկզբունքորեն մեզ պետք է բան լուծել, ծրագրային եւ օրենսդրական խնդիրներ լուծել, դա լուծելի հարց է, որովհետեւ կարծում եմ սա էլ շատ կարեւոր եւ էական բարեփոխում է, այդ թվում ժողովրդավարական ինստիտուտների կայացման տրամաբանության մեջ եւ իհարկե սկզբից դժվար կաշխատի համակարգը, բայց ես հավատում եմ, որ դա էականորեն կմեծացնի եւ հասարակական կազմակերպությունների եւ կուսակցությունների եւ լրատվամիջոցների անկախությունը եւ հանրային վերահսկողությունը։ Կրթության ոլորտում էլ մենք հանրակրթության հատվածում էլ ունենք պլաններ, քննարկում ենք, մտածում ենք եւ կարծում եմ, որ սա ուղղություն է, որ քայլ-քայլ պետք է արդեն որոշումները կայացնենք եւ գնանք առաջ։ Տիկին Անդրեասյան, հիմա գործնականում ծնողները մեր հաշվարկով երբ արդեն պատրաստի առաջարկ կունենան, այսինքն հիմա կընդունենք որոշումը, ուժի մեջ կմտնի, այդտեղ արդեն մասնավորապես Երևանում այդ հարցը շատ սուր, քաղաքապետարանի գործընկերների հետ որոշակի ըմբռնում ձեռք ենք բերել, որ հնարավորինս արագ արդեն մեխանիզմը սկսի աշխատել։ Այո, պարոն վարչապետ, ըստ էության մենք ունենալով ռազմավարական այս նպատակը, որ քաղաքային բնակավայրերում խթանենք մասնավոր նախադպրոցական ծառայությունները, հենց առաջին հերթին քաղաքապետարանի գործընկերների հետ են քննարկել նաև իրենց ըմբռնումն ու իրենց մոտեցումները հասկանալու եւ կարող եմ ասել, որ սա համատեղ քննարկված նախագիծ է, բայց ոչ միայն ես նշեցի, որ առաջին փուլում մենք նախատեսում ենք օրինակ նաև Վանաձորում, որ ծրագիրը գործի եւ իհարկե ոչ այդ թվով ինչպես Երևանում, բայց այնտեղ էլ ունենք հերթի մեջ սպասող երեխաներ, որոնք չեն կարողանում մանկապարտեզ հաճախել եւ կարծում եմ, որ այդ իմաստով ծրագիրը պահանջված ու սպասված կլինի նաեւ Երևանից դուրս։ Ինչ վերաբերում է երբ կսկսի գործել, ես նշեցի, որ մենք պետք է ունենանք 9 ամիս հերթի մեջ գտնվող երեխայի հետ կապված իրավիճակ, որպեսզի արդեն երեխան շահառու համարվի, ինչու է սա այսպես արվել, որովհետև գիտեք անընդհատ շարժ կա նախադպրոցական ուսումնական հաստատություններում էլ եւ գուցե 1-2 ամիս սպասելուց հետո կարողանում է համայնքային որևէ հաստատություն ընդունվել, այսինքն մենք պետք է ունենանք վստահություն, որ համայնքային մանկապարտեզներում հնարավոր չի երեխային տեղավորել եւ արդեն իսկ արդարացված է, որ պետությունը եւ համայնքը միջոց տրամադրեն երեխայի նախադպրոցական կրթության համար եւ քանի որ նախատեսված է որ ֆինանսավորումը այս դրամաբանությամբ կաշխատի 27 թվականի սեպտեմբերի 1-ից ծնողները նախապես են պլանավորում իրենց երեխաների նախադպրոցական կրթությունը սա նշանակում է որ առաջին հերթին իրենք պետք է առնվազն այս աշնանը հերթագրեն իրենց երեխաներին եւ եթե տարվա ընթացքում երեխաները որևէ համայնքային նախադպրոցական հաստատությունում չստանան տեղ ապա արդեն շահառու կլինեն այս
համակարգով երեխաներին նախադպրոցական կրթություն ապահովելու։ Բայց ելի եմ ասում, այստեղ կարևոր է, որ մեր մասնավոր նախադպրոցական հաստատություններն էլ դիրքավորվեն եւ ծառայությունների փաթեթներ ձևավորեն։ Ինչպես սոցիալական կրեդիտի պարագայում պարոն վարչապետ, այստեղ էլ գնային քաղաքականության, ծառայությունների բովանդակության հետ կապված հարցեր կան, եւ քանի որ մասնավորը նաեւ համախմբված է, գործում է մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիա, մենք ասոցիացիայի հետ էլ հանդիպումներ ունեցել ենք եւ վստահ ենք, որ այս ժամանակահատվածում նրանք էլ առաջարկներ կունենան։ Շատ լավ, նաև չմոռանանք, որ 2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մենք ամփոփում ենք 500 մանկապարտեզի ծրագիրը եւ այսինքն հիմա տասնյակ մանկապարտեզներ կան, որոնց շինարարությունը ընթացքի մեջ է, այդ թվում Երևան քաղաքում, նաև այդ տրամաբանությամբ է, որ մի հատ այդ մանկապարտեզները բացվեն, տեսնենք ինչքան երեխաների են կարողանում ներառել եւ որ երեխաներն են, որ չեն այսինքն հերթով է դա, ոչ թե անուն ազգանունով, այլ հերթով եւ արդեն ավելի տրամաբանական պատկերի եւ ավելի օբյեկտիվ պատկերի առաջ կկանգնենք եւ նաեւ այս մեխանիզմը կսկսի աշխատել առանց լրացուցիչ լարվածության։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, դուք մի կարևոր հանգամանք նշեցիք զբաղվածությունը ծնողների, բայց մի ուրիշ կարևոր հանգամանք էլ կա, ինչը ավելի է կարևոր դարձնում այս ծրագիրը, դա ժողովրդագրությունն է, որտեղ նախադպրոցական կրթական հաստատությունների եւ ընդհանրապես նախադպրոցական կրթության եւ կրթության հասանելիությունը ազդում է ընտանիքների որոշման կայացման վրա ունենալ ավելի շատ երեխաներ եւ մենք փաստացի բազմապատիկ էֆեկտ ենք ունենալու եւ զբաղվածությամբ ծնողների, որը նաեւ մենք խթանում ենք այլ գործիքներով, այդ թվում էս վերջերս մենք ներդրեցինք ծնողական ժամի գաղափարը, որպեսզի հենց մանկապարտեզ եւ դպրոց տանելու համար ծնողները ավելի ճկուն աշխատանքային գրաֆիկ ունենան, ինչպես նաեւ հույս ունենանք, որ նաեւ կազդի ժողովրդագրական մեր ցուցանիշների վրա։ Շնորհակալություն։ Շատ լավ, կան այլ դիտարկումներ, չկան, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է, քննարկում ենք հարց համար 30-ը, մարզերում դպրոցահասակ